Հայր ջան, օրվա բարի ժամ բոլորիդ, ուրեմն ամսի 12-ի հետ կապված, այսօր ամսի 10-ն է, վաղը չեմ այսօրվա հետ կապված բազմաթիվ նամակներ եմ ստանում, զանգեր, նույնիսկ հանդիպումների ժամանակ շատ մարդ առիթը բաց չի թողնում ու այդ մասին ինձ ասում է, որ ամսի 12-ը անձրևոտ է, ցուրտ է, ավելի լավ է օրը հետա ձգենք եւ այլն։ Ես մի անգամից ասեմ, օրը ոչ մի դեպքում չի հետաձգվելու։ Ուրեմն նայեք, երբ որ մենք ասում ենք, մենք պատրաստ ենք աննահանջ պայքարի, դա իր մեջ ներառում է նաև եղանակային պայմանները, դա իր մեջ ներառում է նաև մեր առողջական վիճակ, ամեն ինչ։ Ուրեմն տեղեկացնում եմ բոլորին, ինչ ուզում է լինի, վերածնունդ պետք է լինի։ Այն մարդիկ, ովքեր եղանակային պայմաններից ելնելով հնարավոր է, որ ներկա չգտնվեն, այդ ձեր ներկա չգտնվելուց մի պահ, երբ հայլումոտով անցնեք, ուղղակի մի պահ նայեք ձեզ տանը տաքուկ ու հիշեք, որ սահմանին կանգնած զինվորը ցեխին, անձրևին, բուք ու բորանին, շոքին, ձյանը կանգնած պահում է հայրենիքը։ Ի տարբերություն զինվորի դուք լինելու եք քաղաքում ու ամեն պահի կարող եք արագ գնալ տուն, հագնվել ավելի տաք ու վերադառնալ։ Ոչ մի բան չի կարա մեզ խանգարի պայքարել հանուն հայրենիքի։ Մենք նրբիկ ընդդիմությունիկներից չենք։ Ոյ այսօր անձրև է, ոյ վաղը ցուրտ է, ոյ ձյուն է, ուզում է երկրաշարժ լինի։ Նիկոլը պետքա հրաժարական տա մինչև ապրիլի 24-ը։ Ու ոչ մի նախկին իշխանություն պետքա չվերադառնա իշխանության։ Այն մարդիկ, ովքեր այս գաղափարը կիսում են, այն մարդիկ, ովքեր իրենց համարում են իրականում հայրենասեր ու հանուն հայրենիքի կռիվ տվող մարդիկ, անգամ մտքով պետքա չանցկացնեն այդ ղզիկությունը, որ անձրևին հայրենիքը կսպասի։ Ոչ, հայր ջան, հայրենիքը չի սպասի։ Հայրենիքը գնում է կործանման ամեն ժամի հետ։ Նույնիսկ ամսի 12-ը, որ ընդամենը վաղը չէ մյուս օրն է, ընդամենը վաղը չէ մյուս օրը, արդեն իսկ ուշ է։ Ուր մնաց մենք նստենք ու սպասենք, երբ է եղանակը բացվում, երբ է մեզ հարմար ու հաճելի, դա չի լինում պայքար, դա լինում է Բագրատների, իշխանների, նախկին իշխանությունների հերթական լոլոներով Նիկոլին գահին պահելու մի հատ միջոց, պատրվակ, առիթ։ Մենք այդ մարտիկները չենք ու մենք այդ ընդդիմությունը չենք։ Սա ձեզ վճռականության, տոկոնության ու համառության վառ օրինակ։ Ընդդիմություն չի նա, ով նայում է եղանակին։ Հայրենասեր չի նա, ով նայում է եղանակին։ Ու հիշեք, որ Նիկոլը եկավ արևին ու բերեց անձրևներ, մենք դուրս կգանք անձրևին, փոթորկին ու կբերենք արև։ Սա հստակ իմացեք։ Հավաքվեք հենց ամսի 12-ին անհրաժեշտ քանակությամբ ու բոլորս էլ երկար չենք մրսի։ Այն մարդիկ, ովքեր չեն գալու, հիշեք, որ եկած մարդիկ սպասելու են ձեզ ցրտին ու անձրևին 24 ժամյա ռեժիմով։ Մենք դուրս ենք գալիս ու վերադարձ չունենք, մինչև չունենանք հաղթանակ։ Ես ասել եմ մեկ անգամ եւս կրկնում եմ, լույսի բանակը հայոց պատմության մեջ բացում է նոր գլուխ, տոկոնության, համառության ու վճռականության, հետնահանջ չկա, հանուն հայրենիքի Դավիթ Բեկաբար, սա վերածնունդն է հայ ազգի, սա վերածնունդն է Գարեգին Նժդեհի, սա վերածնունդն է մեծ հայքի ու մեր պատվի ու դիրքի ամբողջ աշխարհում։ Նենց որ հիմա կերևա ով է իրականում սիրում հայրենիք ու ով է ավելի շատ, քան հայրենիքը, սիրում իր հարմարավետությունը,
տաքուկ միջավայրը եւ այլն։ Սա կռիվ է։ Սա մարտահրավերա մեծ հայակեր մեխանիզմի։ Ու այո, բոլորս պետք է նեղություն քաշենք։ Մի քիչ մրսենք, մի քիչ նեղություն տանք մեզ, շատ չմարանամ։ Ոչ մի բան հեշտ չի տրվում։ Մենք իրար մեր սրտով, մեր միասնական մտքով կջերմացնենք ու կտաքացնենք։ Ու տեղեկացնեմ եւս մի բան, թե իշխանությանը, թե ուժային համակարգին, թե ժողովրդին։ Լավ իմացեք, հնարավոր է, ոնց որ այդ փորձը արդեն եղել է։ Փորձ են չեղարկել վերածննդի շարժումը ենթադրենք, ինչ անհեթեթ կասկածներով ինձ բերման ենթարկելով։ Այն պահին, երբ ինձ ուժով կկարողանան հեռացնել վերածննդի շարժումից, այդ պահից սկսած ես կորցնում եմ իմ կարևորությունը բոլորիդ համար։ Բոլորդ շարունակում եք մնալ վերածննդի գաղափարի շարունակող։ Ինձանից բացի ես ունեմ ահռելի մեծ թիվ։ Այդ շարժումը շարունակվելու է։ Այն ով այդ գաղափարի կուտակումից, այսինքն հանդիպման վայրից, որտեղ պետք է իրականացնենք վերածննդի շարժումը, հեռացվեց, կլինեմ ես, թե ով ուզում է լինի։ Անձը ավելի կարևոր չի, քան գաղափարը։ Ոչ մեկ չփորձի կարևորել իմ անձը, այլ ընդհակառակը։ Շարունակում եք էլ ավելի մեծ թափով իրականացնել վերածննդի շարժումը։ Նիկոլը մինչև ապրիլի 24-ը պետք է հրաժարական տա։ Դրա հետ մեկտեղ նորից կրկնեմ, բացառելով նախկին իշխանությունների վերադարձը։ Ոչ մի անձ այս շարժման մեջ կարևոր չի։ Տեղեկացնեմ հաջորդը։ Բացի վերածննդի շարժումը, իշխանությունների հրաժարականի պահանջով ուրիշ ոչ մի շարժում գոյություն չունի Հայաստանում, եթե նույնիսկ գոյություն ունի։ Կամ մի շարժում, ու դա վերածննդի շարժումն է, ցանկացածը, ով կողքից, ոտքի տակ ընկնելով, ով ուզում է լինի, դուրս կգա առանձին մարդկանց խումբ հավաքելու կամ մոբիլիզացնելու, իշխանություններից հրաժարական պահանջելով, ես հիմիկ բանից հայտարարում եմ իրան ուղիղ պառակտիչ ու ուղիղ այն մարդը, ով ամեն ինչ անում է, որպեսզի իրական ազգային հեղափոխություն տեղի չունենա։ Տվյալ մարդը, խմբավորումը, կազմակերպությունը, կուսակցությունը, ով ու ինչ ուզում է լինի, Նիկոլին գահին պահելու միտում ունեցող պառակտիչը։ Ներկա իշխանությունների հրաժարականի պահանջով, նախկինների վերադարձի մերժմամբ, բացառմամբ հանդես եկող միակ շարժումը դա վերածննդի շարժումն է, ով կիսում է այս գաղափարը, միանում է լույսի բանակի վերածննդի շարժմանը։ Հակառակ դեպքում կողքից նույն բաները անելով ցույցատալի իր կապիկությունը ու պառակտիչ լինելը, որակավորված փաստացի ու հիմնավոր։ Նենց որ բոլորին, ովքեր կփորձեն նման բաներ անել, իմացեք, ունեք մի ճանապարհ, կամ լռել ու կողքից հետևել, կամ միանալ վերածննդի շարժմանը։ Ու հայեր ջան, նորից եմ ասում, կլինի անձրև, կլինի բուք ու բորան, կլինի երկրաշարժ, ինչ ուզում է լինի, ցուրտ, շոկ, մենք դուրս ենք գալիս ապրիլի 12-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակ, որ վարկյանին ինձ անհրաժեշտ քանակությունը լրացավ, ես մի վարկյան անգամ չեմ տատանվելու, նորից շեշտադրելով ասեմ, օրենք չխախտող ու սահմանադրական կարգը չտապալող գործողության, որը մինչ օրս չի արվել ոչ մեկի կողմից, ու երաշխավորում եմ Նիկոլի հրաժարականը ու նախկինների վերադարձի բացառումը։ Դրա համար խնդրում եմ եւս մեկ անգամ, մի զլացեք, մի ալարեք, դուրս եկեք ամսի 12-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակ։ Նորից եմ կրկնում, կմրսեք ի տարբերություն զինվորի, ով բոլոր եղանակներին ամուր կանգնած է մեր սահմանին, դուք ունեք հնարավորություն շուտ գնալ տուն, հագնվել ավելի տաք ու գալ։
Դրա համար ոչ մի խոչընդոտ վերածննդի շարժումը չի ճանաչում ու չի ճանաչի։ Մենք անձրևին դուրս կգանք ու կբերենք արև։ Մեր դուրս գալով, մեր միասնականությամբ եղանակն էլ կբացվի, ձեր բոլորի սրտերն էլ կբացվեն, ու առհասարակ ամեն ինչ լինելու է նենց, ոնց երազել են մեր պապերը, մեր ծնողները, այսօր նաև մենք։ Վերածնունդ լինելու է։ Բոլորս մի մարդու նման, վճռականորեն, զինված տոկունությամբ, համառությամբ, ապրիլի 12-ին ժամը 18:00 Ազատության հրապարակ, Աստված օրհնի բոլորիս, մեր նպատակների իրականացմամբ, գերագույն հաղթանակով ու հայկական իրականությամբ, հային վայել կյանքով ու ճշմարտությամբ։ Հայը ձգտում է իր պատմական ակունքներին։ Հայաց կտվի կտրիր խուստուպից, որքան շատ, որքան հաճախ նայես այդ հպարտ ու սեքսարին, այնքան շուտ կհասնի քո փրկությունը։ Սյունիքը աշխարհագրական մեր հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող։ Իմ անպարտ քաջեր, Վահագն Աստծո հզորաչով մենք կազատենք այդ բնակավայրերը։ Իզեր! Որպես Ղափանի, Գենվազի, Գողթանի ու Բաղավերցի ռազմական դիկտատոր Գարեգին Նժդեի բանակի նվիրյալ զինվոր երդվում եմ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, մեծ հայրենասեր Դավիթ բեկի պատգամներին մարտնչել հանուն Հայաստան աշխարհի, մարտնչել մինչև վերջին շունչը, մինչև այրան վերջին կաթիլը, հանուն Հայաստան աշխարհի, հանուն հայրենիքի, Դավիթ բեկաբար, Հայաստանը միշտ էլ կա, Հայաստանը երբեք չի կործանվելու։ Եթե ոչ մենք, ապա մեր սերունդները նորից կսկսեն մեր երկիրը դարձնել հզոր և միաբան։ Լուսաբացից առաջ գիշերը միշտ ամենամութն է լինում։ Հիշեք,